ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Կերամա Մարացին իրականացնում է աշնանային ակցիա։ Անշունչ սալիկներին կյանք են տալիս դեկորատիվ էլեմենտները։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը աշնանային ոսկե զեղչեր, 25% զեղչ դեկորատիվ էլեմենտների համար։ Դուք կարող եք ստանալ անվճար դիզայն, ուր դեկորատիվ էլեմենտները կհաշվարկվեն 25% զեղչով։ Հիշեցնենք նաև արտոնյալ ապառիկ պայմանների մասին։ Կերամա Մարացի։ Այս ամուսնացած, չամուսնացած սկսել ես արդեն հատպես կուտը վիժեններով են, մի օր պես սկսել ես վերջն ինչ պտեղնի։ Գագոն ասում էր, որ շանմոսից հա պատրաստված ձեր երշիկը։ Զուտ ձեր համար ապեր։ Զուտը մի ասելի։ Ես ասի չես, իմ մխոյ սովորացած բանեն է։ Մեզ պետք է իմանալ Վարդանի երշիկների բաղադրատոմսերը։ Կարաս ինձ օգնես։ Ոչ չեմ կարա, դու մենակ ասա ինչա պետք ես կտրամադրեմ։ Ես ինչը։ Վարդանի, ամբողջ երշիկի տեսականու պատրաստման ձևը։ Մերնեմ սրտիդ, մենք ամեն ինչ անում ենք, որ ձեր ապրանքը ծախենք։ Չես պատկերացնում ոնց ենք լեզու թրջում խանութի աշխատողների հետ։ Մխո ջան, կարբիտ ջան։ Պատկերացնում եմ, դե դու լեզու թրջելու վարպետ ես։ Բայց մխո ջան, արի ուտես, որ մարդիկ կան, խանգարում են, կարբիտ ջան։ Ես էլ ձեր հալցերը հետո եմ լուծելու։ Թաքուն մտնում եք հորս մոտ, հարա։ Զուտ ձեր համար ապեր։ Զուտը մի ասելի, զուտ։ Քանեսին են գալու։ Մեզ ասեցին կես ժամից էլի մխո ջան։ Արա կարող եմ մտել եք հորս մոտ ասել եք մխոյ ընկերներն են գործ տվեք բան։ Բայղա մխո ջան, այդպես բան մենք չենք արել, ցավները տանեմ։ Ախպեր դե յանի որ լավ կարում են աշխատեն, թող մնան աշխատեն էլի։ Արա կարբի դու սրած չգիտես ինչ ֆրուկտ են, որ իմանայր թե ինչ շեյր ասի էլի։ Եկան, տղերք ջան, եկան։ Ես ասի չես, իմ մխոյ սովորացած բանեն է։ Թե չէ սրանց ուրից եկան դու։ Ավելի վատ իրանց համար։ Էդ ինչ եք ասեն խանութում։ Իբր մեր երշիկը շարմսից են սարքում, հա։ Ապենյակ, հələ մի րոպե։ Մխոթը տենանք ինչ է ասում։ Ձենան եք արա։ Ինչ եք խոսացի աճախորդենի մոտ։ Հապեր ջան, մենք ոնց որ կատակում էինք էլի վաճառողուհիների հետ։ Ես այս քո հետ կկատակ եմ արա։ Ապենյակ, ասի մի րոպե, վայ։ Մենք սեկայնած ես ինչեր եք խոսում։ Էդ ինչ կապ ունի մխո։ Կապ չունի։ Մխո բաս խալ են արել չպատժվեն։ Կամ քո ասացից ինչ է դուրս գալիս, որ դու ես իրանց հետ համաձայն։ Վեշտուն, իմ համար կարևորը տեսնյակից գործերը չվատնը։ Թե մինդ է վաթնը, թե ովը, չպետք է խարդախ ձևով շուկան վեկել են իրանց ծերը։ Այդ խարդախը որն է որ։ Խարդախը այն է, որ երշիկի այդ մասկով տակից կեղտոտ գործեր են անում, իսկ մենք չպետք է թողենք, որ մեր երկրում կեղտոտ գործեր անեն։ Պետք է դեմը առնենք, Վարուժ ջան, էդ էլ հոգարանք։ Արեք, բայց ոչ մեր հաշվին։ Ախպեր հո չենք էտալու ասենք Վարդան տես բաներ մի արա, պետք է անընդհատ խանգարենք, որ ինքը թողի դավադի տնի գնա։ Իրա գործի խփել նշանակում է մեր գործին խփել։ Դե հա, էդ է դուս գալի ուփշուվ։ Այսինքն դու համաձայն ես, որ մենք իրար հետ կոնֆլիկտ ունենանք։ Դե ինչ կլի դուս եկեք էլի այդ Վարդանի մոտից։ Հելնենք ինչ անենք, գիտես հեշտ է գործ գտնելը։ Հազիվ տեղավորվի աշխատում ենք։ Մխո։ Եթե սրանք մի անգամ են, մեր երշիկին տես վերաբերվի, անկապ ինչ-որ բաներ խոսացեք, գլուխները ջարդելու եմ ախպեր։ Հիմա քեզանից է կախված, մենք կոնֆլիկտ կունենանք թե չէ։ Ինչ բաները կյանքը։
Բանակում իրար հետ ընկեր էինք, հմի իրար դեմ ենք դուս եկել մի պալեշկա կալբասի համար։ Ախպեր ստեհո արծը այդ մի պալաշկա կալբասը չի։ Դրա հիմքում մի ամբողջ գոյության կռիվ է մարդկային։ Իմ ասացնել է այդ էլի։ Սաղ կյանքը ինքը նման է մի պալեշկա կալբասի իտոգում։ Մերնեմ սրտիդ, բայց որ այսօր մենք իրենց երշիկի հասցեից ահագին վատ բաներ ասեցինք, չէ՞։ Ահագին մարդիկ հույժ տեղան, Կարբիտ ջան, Մխոտ ջան։ Արա բայց դուք իշտի բեք արա։ Դուք աշկիս լավ էլ աշխատող տարբերակ եք ես ոլորտում։ Ես քո կյանքին մերնեմ։ Բադոստը չէի ուզի էլի վարուժի ու վշտունի հետ թեմաները լեր։ Ապեր արդեն մտել ենք այդ խաղի մեջ, ուզած պետք է միջև վերջ գնանք։ Եվ ինչու։ Ես չեմ հասկանում, դու Անուշիկից մի հատ լավ բան կսովորես, թե չէ։ Չնայած ինչ լավ բան ունի, որ ինչ սովորես։ Ես խես այսքան դուխի լծևրեդ։ Մխո ոնց որ բիծա լինես, ամեն ինչի վրա խոսում ես։ Սա Անուշիկն է մեղավոր որտև։ Իրարից ես դու սորվել դուխով լողանալ է։ Եթե մի անգամ էլ ինքը իմ հոտոտելիքները գրգռել է իր դուխու հոտերով, ես իրան կճզմլտեմ։ Հասկացա՞ր։ Ու դու այդ չմտածես, որ ատեսնյակը քու կողմից է ինչ ուզես կանես։ Տենց էլ կա։ Մամել մի բան էլ ասեմ ուրախացի։ Հիմա ինձ ուրախացնելը շատ դժվար է, բայց էսը տինեմ ինչ է։ Անուշիկը մի շաբաթով մեր տանն է մնալու։ Ինչի։ Իրա ծնողները գնում են հանգստանալու, ինքն էլ չի ուզում տանը մենակ մնա։ Չեսկցե։ Եվ հենից է գալու։ Այսօրվանից։ Ես չեմ հասկանում, ինքը ուրիշ ընկերուհի չունի, ինչի է գալի մեր տուն հենց։ Ես եմ տենց ուզում։ Քո ուզելը շատ քիչ է։ Լսի ոնց որ դու ես այս տան լիիրավ անդամ, նենց էլ ես։ Քո լիիրավությունը գալիս է իմ լիիրավությունից։ Եղավ։ Չի գալու ինքս դե մնա։ Մնալու է։ Չի մնալու։ Ասեցի մնալու է։ Դե ես քեզ բաներ ասի։ Ինչ ա եղել, բալես։ Ու խաբար ես, որ Անուշիկը գալու է Մերյանը մնա։ Հա, ոնց չգիտեի, բայց այդ խեղճ աղջիկը իրանց տանը հոմենակ չի մնա, ամբողջ տունը սենյակ ա, թող գա մնա էլի։ Ստե սենյակ չկա դրա համար։ Մխո ջան, բալես, ես քո մտահոգությունը կիսում եմ, բայց դե տենց ճիշտ չի լինի։ Ես գիտես ինչից եմ վախում։ Որ այդ Անուշիկը հանկարծ համոզի, ես է սկսեմ իմ պլան դնել։ Վայ, մխո ջան։ Բայց ես լուրջ եմ ասեմ լրիվ։ Вообще, վատ բաները ավելի շուտ են մարդիկ կրկնօրինակում, քան լավը։ Չէ, տղաներ, այսօր ոչ մի բան պետք չի։ Հա, բայց մեր ֆիրմայի երշիկից չկա, սաղ ծախվել է։ Ինչի չես վերցնում որ։ Գագիկ, հիմա ամեն անգամ պետք է ասեմ, թե ինչի չեմ ուզում։ Արի սեր։ Բարև Ռշտուն ջան։ Արի պաչեմ։ Բարևեց, Խուշչան։ Աշխատեք աշկի շերևակ։ Բայց մեր գործի բնույթը նենց որ կարանք անընդհատ իրար տենանք։ Պետք է չտենանք։ Ու այս խանութում էլ ընդհանրապես ձեզանից պետք է երշիկ չվերցնեմ։ Հա։ Ոնց ես, Խուշչան։ Լավ, դու ոնց ես։ Դու ոնց պետք է լինեմ, մտնում եմ այս խանութ մի անգամից տրամադրությունս բարձանում է։ Ջոգիր, չէ։ Իրան կարելի է մեր գործին խփել, մեզ չէ։ Շուստրի տղեկ են էլի։ Դու սպասես մի հատ զանգ եմ Մխոին ասեմ։ Չգիտեմ, գցեք բերնեք ում տունն է մնալու Անուշիկը։ Ես մեծ սիրով կտանեի մեր տուն, բայց դե մենոնց ինչ ասեն։ Ես է քուրեսը պետք է մի քանի օր Մերյանը մնա, ինչ կլի։ Չէ, դե շիլի է այստեղ։ Դու Ապեր դες հարցին պետք է մոտենալ ըստ ոնց որ տվյալ իրավիճակից ելնելով, որի արդյունքում կարանք ասենք թե իզուր է տենց։ Գերբիտ։ Զորո ուզում ես ինձ ու Անուշիկին պսակես։ Ինչի էր։ Բտանեմ մեր տուն անունն ինչ դնեմ։ Ես անգլիենի դեսը խոսեսը։
Պետք է քշեր ցերեկ անգլերեն, որ մի շփոթը մեջ սուրվեն։ Ինչի իմ անգլերենին ինչ ա եղել որ։ Իդի չի կարա Մերյանը մնա մի շփոթ։ Իդի ստի մի շփոթ, մնա մի շփոթից իրեն ինչ չեմ ճանաչի։ Այսը։ Մխոջան, ջիգեր ջան, այս բարուժից պատճառով մեզանից բաբշի ապրանք չեն վերցնում, ապեր։ Սրանք այս վաճառողու հետ խփացել են, ինչ են արել, պաշտ պրոշտի ամոթները, բան, մեզ էլ սկի չեն թողում, որ մտնենք խանութ, ապեր։ Լսեք ինչ եմ ասում։ Հանգած դուխները չգցեք։ Լսում ես։ Այդպես խանութ չպետք է լի, որ ձեզանից ապրանք չվեգալեն, հասկացեք։ Բայց ոնց անենք ջիգեր ջան։ Գիտեմ, դուք մտածեք։ Լավ, ապեր։ Հոյը գնաց համո։ Ասում եմ ոնց կարեք ապրանքը ցերեք։ Կարևորն է որ վերևից արդեն ասված է ջիգեր ջան։ Մնում է արդեն մեր ֆանտազիաները խոտնանք, տենանք ոնց են կանում։ Դու այն իլը։ Կիլո ու 400 գրամ։ Մի կիլո հաշվի, այն 400 գրամը հեչ։ Լավ էլ Ռշտուն ջան, ամեն անգամ սենց է կանում։ Հա դե ինչ կլինի։ Մի օր մենք ենք ուզում քեզ հյուրասիրենք։ Դե փաչում եմ Սուս ջան։ Դե հաջող չեմ անում, գիտեմ որ էսա զանգելու ես երշիկ ուզես։ Չէ, այսօր էլ պետք չի։ Հո բարման ասող չկա։ Չէ։ Սաներվածքն հենց է քեզ սազում։ Միշտ սենց արա էլի։ Դե միշտ էլ սենց եմ եղել, ուղղակի երևի դու ուշադրություն չես դարձրել։ Երևի։ Դե սպասում եմ զանգիդ։ Ուֆ! Տենում ես ինչ ենք անում։ Բայց սրա վերջի ինչ անելու ախպեր։ Հանկարծ եթե մենք օրերից մի օր այդ վաճառողիների թարսվանք, պատկերացնես մեր վիճակը ինչ անելու, վատ անելու, սրանից է վատ։ Համաձայն եմ, դրա համար թարսվել չկա։ Պետք է միշտ սիրառատ լինենք։ Մխոն է, որ իմացավ սենց պահ կա, համոյնը Գագոն իր մեթոդներով կհանի մեր դեմ։ Արդեն հանել է։ Ափսոս։ Չէի ուզի որ տենց լիներ։ Բայց դե ինչ արեց։ Ցեզարը չգտնվեց, հա։ Չէ։ Բայց հենց ոնց կլինի։ Ցեզարը չկա։ Են աշոտն հեսա որ որակը գնա։ Ես էլի մնում եմ մենակ։ Օգնական չունեմ, էլի չունեմ, որ զորով չի։ Ինչի չունես։ Դու հələ մխոյից գործ տուր, տես ոնց է քեզ օգնում։ Ես այ աղջի։ Դու անտդ առիթ ես մանգալիս, որ մխոյին անտդ ռասկուտ կանես, չէ։ Իա, մխոյցս լավ աշխատող պիտի գտնես։ Լսի, մխոտ առայժմ լեն ուղեղի տերը չի, որ նրան գործ դավեր անեմ։ Նրան թողես մենակ ընկերների հետ ստեղդեղ առավոտից երեկո թրև գա։ Ես կարամ նրան գործ դավեր անեմ, հա, ասա կարամ։ Վրան, մաներ գործեր տուր, տես երեխես ոնց է անում։ Երևի նստել մեքենան, հա։ Ես ով եմ, դու գոնե ինձ հիշում ես։ Հա ոնց չեմ հիշում։ Հաստատ։ Դու չես ուզում տուն գաս այդ տղա, քո աշտանային արձակուրդը չավարտվեց։ Դայ պապ գործ ունեմ հələ ստեղ ինչ արձակուրդ է։ Խոպան ես եկե, հա։ Գնայինց հիմա շոյ հավաքի արի։ Դու ես հիմա չեմ կարա, վայ։ Դսիր, կամ հենց հիմա արի, կամ էլ կարաս չգաս ընդհանրապես։ Դու պիտի գնաս։ Բայց ախր ես չեմ ուզում գնամ, է։ Համբարձում, դու չես կարաս թե մնաս։ Դու պիտի գնաս ձեր տուն։ Բա գործը։ Մի մտածի, եթե պետք եղար, կկանչեմ։ Всё, ես գնացի ապեր։ Ուրախ եմ։ Ինձ էլ
Հավել պակասի համար կներես։ Կփորձեմ։ Ապեր, մի հատ կարամ ձեր տամ։ Գիտես ես, բիցեպսը լավ է, նորմալ արդեն, բայց ես տրիցեպսի վրա մի քիչ պիտի աշխատվի։ Օրիգինալ կոսենյակը քեզ ցույց տամ, հետո շորերից կհասարվես ու կիսենք ներքև։ Պատկերացնում մոխոն ինչքան է տխրել, որ իմացել է իր ստեղ մնալու մասին։ Պատկերացու չէ։ Հույս ես տալիս, չէ։ Այս մեր ամենալավ սենյակներից մեկն է։ Եք։ Լոմիկ, դու ինչ ես անում ստեղ։ Պարկած եմ։ Բայց ստեղ պիտի Անուշի կմնար։ Իրան ջանից մխուն ասե, որ ստեղ տեղավորվեմ։ Այստեղ կմնաս մինչև որ Լոմիկը դուրս գա։ Բա ասում ես աղբերդ ուզում է, որ մնամ ձեր տանը։ Հաստատ ուզում է։ Ուզի չուզի իրանով հարցում։ Ամեցեք երեխեք ջան։ Ամեն ինչ պարզ է։ Դու էլ ես ստեղ մնալու։ Հա, այս գիշեր ստեղ պիտի մնամ։ Կարող է հյուրանոցա ձեր տունը։ Մխային ամեն ինչ կարելի է։ Արի աջան, մենք այստեղ հերթավ սենյակում ենք։ Ես եմ։ Իրենչո ջան, դու ես։ Հա։ Բա ինչ կա, մեռնեմ քեզ, ո բան չի եղել ժամին եկել ես Մերյան։ Դու ես մեր տանը կարբիտ։ Այնի։ Արի Անուշիկ, դու իմ սենյակում կգնաս։ Էլի Անուշիկ ջան, մի բան արա տեղավորվի միջև տենանք ինչ ենք անում։ Նարանիսիկը իգի մասին, իկայ դագի իմասիտը, սորե դագի դեսկը, իտիենես դագի սիկը։ Ուրեմն դու սենց ես իր ընդունում։ Հա, ես սենց եմ ընդունում իմ հյուրերին, ինչ կա, ինչ-որ մեկը իրա տեղերից դժգոհ է եղի։ Մտածում ես այդ ձևով կարաս քո ուզածին հասնես, հա։ Բա մարդիկ տեղ չունեն մնալու, թողի դուսը մնային, չբերի բա։ Եղավ, ես քո հետ հետո կխոսամ։ Ուր է տղեն, մխոն ուր ասեք թողա։ Մխո։ Ինչ ա եղել, վռա։ Բա ես դրա ինչն եմ ասի, արա, այ տղա մխո։ Ինչ է, լետիսնիկ ջան, խիս գորում։ Այ տղա, էդ ինչ թղթեր ես տարեցեք։ Ինչ ես առանց ինձ հասնելու տես բան արել։ Հա, բայց լավ չի ստացվել։ Հորա ես ոնց խոսամ սրա հետ։ Ոնց խոսամ սրա հետ, հա։ Ոնց խոսամ։ Եկե ապրանքը փշասել է, եկե ապրանքը։ Բայց ես ասել էի ամեն տեսակից մի քանի հատ սարքել։ Այ տղա, ինչ ես քիթդ խոթում քեզ չվերաբերու գործերի մեջ։ Դու հասկանում ես, որ աշխատողներս իրաց գործը թողած քո կմարտիկներն են կատարել։ Տեսնեք, էդի Վարդանի երշիկների բաղարատոմսներ ասին հենց անենք մեր մի համովանի սկսեն առնել, էլի ինչ վատ բան կա դրա մեջ։ Ով ասեց։ Դու այդ երշիկից կերել ես։ Դու այդ երշիկի համը տեսել ես։ Ոնց խոսամ, ես ինչ լեզվով խոսամ սրա հետ, արա, ինչ լեզվով։ Մխո ջան, ինչի ես սենց բան արել, բալես։ Սպասի, սա դրան
Երկապրանքը փչացրել է, երկապրանքը։ Գնա մոտը դեպրեսիայի մեջ չընկնի, եսը գալիս եմ էնի։ Ուր ես դու արը։ Արա իդ ինչ թղթեր իր բերի արել։ Հենց մի հելնում ես գալիս ես մերի աները։ Երկապրանքը փչացրել են արա, երկապրանքը։ Թու ես ձեր մարդը սուղի։ Գիտես չէ ինչքան ապրանք է վնաս տվել։ Ես ուղղակի զարմանում եմ մեր ցեխի աշխատողների վրա, ո՞նց են դրան լսել։ Ու մեկի մտքով չի անցել մեր հերախոսը վերցնեն զանգտան ասեն, պարոն Արևշատյան, ձեր որդու մտքով այդ հանճարեղ միտքը անցել, անենք թե չէ։ Բայց ինքը լավ նպատակներով է արել։ Դու դրա լավ նպատակը ո՞րն է, ես չեմ հասկանում։ Կամ մեր երշիկին ինչ է եղել, որ ուզում է, ասենք, համը փոխի, հա՞։ Որ համը փոխեց, ո՞նց են մեր երշիկը առնելու։ Չէ՞ որ արդեն մարդիկ սովորել են մեր երշիկի համին։ Ինքը չի պատկերացնում, դրանով ինքը կլիետ է կորցնում։ Այդքան մարդը չի հասկանում, ես չեմ հասկանում։ Վրամ, երեխես ուզելա քո երշիկի որակը բարձրացնել։ Այդտեղ ինչ վատ բան կա չեմ հասկանում։ Այդ ցավն էլ է դա, որ դու շատ բան չես հասկանում։ Ես էլ ասում եմ Աշոտը գնա, էս իմ միակ տղեն է, կդառնա իմ օգնականը, բան։ Քեզ բան։ Այդ ուխտ քորողից ինչ օգնական, հա՞։ Չի գնահատվում էլի, հոզորով չի։ Շատ վատն է եղել այդ երշիկը։ Ատեցի ասելով, հա։ Որը կարող է քաջան հաղթը ուրիշ թուղթ մուղթա բերել։ Ինձ էլ է դες թվում։ Բայց որ տես բանը լավ չէ, բայց հուր Հավիցյան էդի իմ մոտ աշխատանք կունենա, առանց փողի։ Ապեր դե մենք հելնենք էլի։ Ու լոմիկ։ Տներով չեք գալիս։ Դու քո գարուն աղբորը մենակ ես թողում ես դժվարության մեջ։ Իսկ այգան ընկերնյակը նեղ պահին է երևում, լոմիկ։ Ախպեր եսի սրտե ուզում եմ մնամ, ուղղակի տամոթի պահն է էլի, տնեցիք ինչ կմտածեն։ Դա կարող է սերիալ միրիալ նայելու ժամը նայեք է դրա համար ես ինձ ապալ-թապալ հլի։ Եսա բան կանենք ստեկը նայես։ Ես դրա համար չեմ ուզում գնամ։ Իլ մի սկսի։ Սեզրն է։ Ախպեր հնարավոր չի։ Դե ոնց հնարավոր չի, մեր շանձենը ուրեմն ես չգիտեմ։ Ես աշխարհում մենակ էդի է տենց ամբախ-զամբախ հաչում։ Հա բայց ո՞նց է եկել ասել ստեղ այ ախպեր։ Խյուր էր տարևուր։ Մեր բարեկամներից մեկին էի տվել։ Ուրեմն սրտանց չես տվե։ Կարոտից է եկել։ Հաստատ հոտով է գտե տունը։ Ես չգիտեմ ինչ արի, ինչ չի արի, բայց Արա ասում եմ սրան չկողենք մեր երշիկ եղենի մեջ էթա։ Ուժեմ ասում համել այսօրվա այդ մատերիալը, որ վնաս եմ տվել, դրա տեղը կմտնիկ էթա էլի ինչ պդինի։ Այդ շան միս ուտելն էլ բանակից ես սովորե։ Ես բանակում շուն չեմ կերի։ Բացի այդ հնարավոր է, որ ես ձեր տղան չի լինեմ։ Ոչ, դու իմ տղան ես, Սակրամենտո։ Դու Ռոխաս ես։ Երբ նայում եմ իմ երիտասարդ տարիների նկարները, ես քեզ եմ տեսնում։ Քեզ։ Որ? Դու ստեղ մելո։ Ես ինչ ուզվել ես ուզել աղջիկ ջան։ Ուստեղ նայում եմ վայ։ Մի հատ լավ բան կտնեմ իրար հետ գնայինք։ Մեր լավ էլի է։ Լավ կլեր դու նստած լներ, ես գայ փոխեի։ Ոչ թե վատ կերներ, այլ շատ վատ կերներ քո առողջությանը համար, որպես բան կատեգորիկ չպետք է եղնի։ Փոխի ալիքը մելո կարևոր պահ է։ Ոսուսի երեք չես տեսել սերիալը։ Չէ, ես չեմ նայել այս սերիալը։ Ու ինքը չես նայ, արաբոդին ցիրկուսիկ չես նայ։ Կամ հասկացան կտկան է ողբալերնի։ Սա gore ողբակ կտո համբիրեք չում դուր վախտնեք ու կա ողբաց։ Տենց մեկը չկա, որ ինձ ողբացնի։ Վերջ, ես ենք նայում։ Ավելի շատ վիրավորված։ Նա մտածում է, որ ես հիասթ հապեցրել եմ իրեն։ Սուսիկ։ Հարկ եղնի պուլտը դուր կամ ալիքը փոխել, որ տելևիզորը չելնիմ ջարդեմ, հա։ Հələ մի քիչ դու էլ նայի, դες ոնց է դուրդ գալիս։ Սուսիկ, դու մի բդեր տասնես ու քեզ հիմար դասական երաժշտություն լսես։ Դու գնա։ Ամեն անգամ Սուսիկ աղջիկ, ես տան փակույն դու ես, չկուզես պես կենես։ Ես շատ կուզեի հայր ունենալ։ Երբ ես փոքր էի, իսկապես հոր կարիք էի զգում։ Բայց հիմա հայրն ինչի՞ս է պետք։ Հիա։ Մելո։
Լսերը Մարին, հա։ Դու անջատиш, չէ։ Հոսանքից իմ խելքից եփ կասնի։ Մելո գնա միացրու։ Շատ կուզես դու է գնա միացել։ Ես հոսանքից վախում եմ։ Բայց գիտես, ես հոսանքի հետ պես մոդիգություն կենեմ, հա։ Գնամ միացնեմ, տո կտա, մեն աշխարհ գնամ, չէ։ Չէ, ես այդ միացնեմ, տո կտա, ես են աշխարհ եմ, հա։ Բան չի անջատեցիր։ Ինչի տենց կռիսություն արեցիր։ Էդի կռիսություն չէ կյանքս։ Վերջապես դե հասկանաս, այս տանը ում խոսքը կանցնի։ Հետո մոմը լավ է, կրնաս աղոտ ես։ Դու հմի ինձ են ասա, այդ թղթերը ու դու ծիր վեկալ է, մենակ ճիշտ ասա։ Ապեր դե որ ուզեցի մտնեմ Վարդանի գործարան, հմբոն զանգեց, ասեց կամերաները քեզ ֆիքսել են, մի խոսքով ինձ տեսել էին էլի, հարցրեց քեզ ինչ ա պետք, ասեց հարց չկա, կլնի։ Ինքն է տվել քեզ այդ թղթերը։ Հա։ Բայց չի շուտ չի լսում արա։ Ապեր դե ինչ ասեի, հիմա կարևորը քո համար են չի որ բերել եմ։ Քեզ սխալ թղթեր են տվել, խաբել են, հասկանում ես որ իմանա իրանք են տվել թղթերը, ես այդ ռեցեպտով երշիկ չէի սարքի, ու հորիցս այդ թուք հումուր չէի ուտի արա։ Հա բայց հմբոն այդ թղթերը տալուց, նես տվեց իբր Վարդանը տեղյակ չի, լավության կարգով էլի։ Դու հմբոն ով արա բաբշի, կամ դու ով ես արա, որ ես ձեր այդ գործ եմ բլդում արա։ Դու սաղ կյանքելի պարդ կու պարանջներից է չես պերծենի։ Վայ, դու եղածը 50,000 չի, մի տեղից կճարեմ կբերեմ կտան, Բա այդքան մատերիալը որ փչացրինք, էդի չես հաշվում, բա բարոյական վնասները, բա դու որ մեկ ասեմ հլոր ես։ Ոնց։ Մեր հիմա որն է սրանցից։ Այս ներքևի չացածները բարձրացնեմ։ Ուրա, սուս աղր չեմ հասկնա, դու ինչ կուզես իմ ուրախ կյանքից ես։ Աղա, դե սրանք ինչ եմ անում, հիմա բարձրացնում եմ դերը։ Սուս դրանք որ բարձրացնես, ես տունը կտրակի։ Բայց խի պիտի կտրակի։ Որովհետև նորնոֆազ իրար հետ չի կարելի միացնել։ Դե ինա դու էլ միացրու, հա։ Չեմ կրնա ես միացնեմ, քեզ հետո բարեկիշեր կյանքս։ Մելո։ Մելո արի վայ։ Բարեկիշեր բալա։ Մելո։ Տղա ջան, դու ժամին նայել ես։ Բա այս ժամին ընկերներդ ինչ գործ ունեն մեր տանը։ Սա հո հյուրանոց չի, այդ ցավը տանեմ։ Ինչի չես գնում ընկերների ճանապարհես։ Ասա տեսնեմ։ Դեսնյակ ջան, ասենք դինց ստացվի որ իրենք պետք է այսօր քշերը մնան ստե։ Ինչ։ Հա, ասենք դինց որ ասենք ես դենք Տղա ջան, Անուշիկը մեր տանն է, որովհետև իրանց տնեցիք տանը չեն։ Հետո ես եմ ընկերոջս ասել, որ Անուշիկը կմնա մեր տանը, բա ընկերներդ ինչի պիտի մնան մեր տանը, ասա տեսնեմ, կարաս մի բացատրություն տաս սրա, հա։ Խրայա տեսնյակ ջան, իրանք են քյորփուձին հալալից իմ ընկերներն են, մի կտոր խորոված իրար հետ են կիսե։ Մի երկու տարի ստե չեմ եղել, կարոտել եմ, գցենք ուզում եմ, մի քիչ կարոտները սառնենք, ինչ կդի որ։ Գժանոցը, ես մեր տանը կգժվի, հասկանում ես։ Այդ տղա, հիմի ում կարոտել ես, բերենք մեր տանը մնա։ Չգնանք քնենք։ Շփլե կարող եմ մենք հոգնած չեն։ Կարող է մեր մարմինները մեզ չեն ուշում, որ գնանք տարածվենք մեր կոյկեքի մեջ, բայց այսօրվա դրությամբ գործը ավելի նպատակահարմար ենք գտնում, գործին մոտենալ ավելի նպատակահարմար այսօրվա դրությամբ։ Որա բայց կարելի էր գնալ քնել։ Փոխանակ հակահարձակման պլան մշակեք, որից վազում եք հեշտին։ Եսա վաղվանից տեսեք ինչ բոյ է իթալու մեր ու Վարդանի առաքիչների միջև։
Ջիգներ, գնաց կուխնի։ Բայց ինչ կիշկա է այդին։ Էլե գնամ դինեմ ինչ է ուզում։ Բայց ես մխոնիշ բարդ ընգիրա, չէ։ Արդ չկա, էլի նեղին ասնենք, էլի բան։ Բայց ես տիպի։ Իսկ եթե մի բան անենք նորից գնա ծառայի։ Այ լավ միտք է։ 2 տարի հանգիստ մեր համար ապրում ենք էլի։ Դու սրանով կվեկա Լինդայի աղբեր։ Տղեկ ես ինչ է։ Չիպ մի պա։ Գակ հաստատ որոշել ես տենց բան անես։ Հաստատ 100%։ Այդ խափերություն է գաղու։ Այդքան ապրանք։ Դուք ոնց եք ծախել, կարաք ինձ բացատրել։ Հիմա մեզանից ապրանք չես ուզում։ Մշտուն ջան չեմ կարա 10 կիլո իրանցից ուզելը, այդքան չենք կարա ծախենք։ Դեսի մխոտ տղա։ Անցինես պարկի քներու ու վերջացրեք ես իրանացմանը։ Այդ տղայից Ամբարձումս տեղ, հա։ Չէ։ Բաուրա։ Ես զբաղված էի։ Որ ես տանում հմբոյ։ Մխոն ուզում է հետը խոսա։ Ոչ մի դեղ էլ չես տանում նրան։ Բա ասում էին մենք ենք մեր երկրի տերերը։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։